Խաչապուրի սիրողներ հավաքվեք, պատրաստում ենք մածունով անչափ համեղ փքուն խաչապուրիներ ձգվող պանրով, այն էլ թավայի մեջ, ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ որքան արագ պատրաստվում, նույնչափ արագ էլ վերջանում է։ Նման արդյունք ստանալու համար շատ կարևոր է, թե ինչ տեսակի պանիր եք վերցնում։ Ես վերցրել եմ կաթնառատի, սուլուգունի և լոռի պանիրը, համը ստացվել էր անկրկնելի։ Հիմա MG սուպերմարկետներում կա կաթնառատ սուլուգունու համտես, բացի դրանից Հայաստանի բոլոր վաճառակետերում գործում են զեղչեր ու նաև կա խաղարկություն։ Խաղարկությանը մասնակցելու մանրամասների համար կարող եք գրել կաթնառատի ֆեյսբուքյան էջին։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է կաթնառատի սուլուգունի և լոռի պանիր, ալյուր, մածուն, 1 ձու, բուսայուղ, փխրեցուցիչ, աղ և շաքարավազ։ Համապատասխան տարայի մեջ կոտրում ենք 1 ձու, ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ, կես թեյի գդալ շաքարավազ և 3 ճաշի գդալ բուսայուղ։ Այս ամենը խառնելուց հետո ավելացնում ենք 300 գրամ մածուն, մածունը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Փափլիկ համեղ խաչապուրիներ ստանալու համար կօգտագործենք 10 գրամ փխրեցուցիչ։ Այս բաղադրատոմսի մեջ կարելի է օգտագործել նաև սոդա, սակայն փխրեցուցիչով ավելի լավ է ստացվում։ Խառնում ենք, որպեսզի ստանանք միատարր զանգված, ավելացնում ենք 400-ից 450 գրամ ալյուր։ Պարտադիր մաղում ենք ալյուրը, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես խաչապուրիները ստացվում են բարձր և ծակոտկեն։ Արդյունքում պետք է ունենանք փափուկ, ձեռքերին մի փոքր կպչող խմոր։ Խմորը բաժանում ենք 4 հավասար մասի, գնդում ենք, թողնում ենք հանգստանա մոտ 10 րոպե։ Այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում և պատրաստում ենք միջուկը, որի համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ սուլուգունի և 100 գրամ լոռի պանիր։ Պանիրը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Ընտիր խաչապուրի ստանալու համար համադրում ենք մի քանի տեսակի պանիր, դուք էլ փորձեք պատրաստել հենց այս տարբերակով, վստահ եմ, որ շատ կհավանեք։ Քերած պանիրը բաժանում ենք 4 հավասար մասի և գնդիկներ ենք անում։ Խմորը բացելուց հետո մեջտեղի հատվածում դնում ենք պանիրը, ծայրերը հավաքում ենք և լավ ամրացնում ենք, շրջում ենք և թեթևակի կրկնակում ենք։ Ինչպես տեսնում եք, պատրաստման մեջ բարդ բան չկա, սակայն արդյունքը ստացվում է գերազանց։ Այս խաչապուրիները հարմար են թե նախաճաշի, թե ընթրիքի համար, շատ հագեցնող են։ Նույն եղանակով ձևավորում ենք մնացած գնդերը։ Թխում ենք նախապես տաքացված 4 տապակի մեջ կափարիչը փակ վիճակում, 7-ից 8 րոպե, մեկ անգամ շրջում ենք։ Արդյունքում ստանում ենք այսպիսի փքուն, ձգվող պանրով անչափ համեղ խաչապուրիներ, որից հրաժարվելը անհնար է։ Այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք բոլոր խաչապուրիները, տաք վիճակում վրան քսում ենք կարագ և մատուցում ենք։ Ասել, որ արտակարգ է ստացվել, նշանակում է ոչինչ էլ չասել, անպայման դուք էլ փորձեք և անուշ արեք։ Առայժմ